Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգին Սրբո ամեն։ Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնն է, մեծ տոն, տաղավար տոն հայ եկեղեցում։ Ինչ է վերափոխումը։ Ձեզանից շատերը երևի տասնյակ տարիներ այդ պատմությունը լսել են, բայց վստահ եմ, որ եկեղեցում կան մարդիկ, որոնք չեն լսել այդ պատմությունը, առաջի անգամ պիտի լսեն։ Ես համառոտ ուղղակի պատմական կներկայացնեմ։ Ուրեմն երբ Տեր մեր Հիսուս Քրիստոս խաչվեց, մեռավ խաչի վրա, հարություն առավ, հետո համբարձվեց երկինք, Սուրբ Մարիամ Աստվածածինը 48 տարեկան էր։ Եվ համբարձման պահին Մարիամ Աստվածածինն աղոթում էր, ասում էր, որդյակիմ, ուր ես թողնում ինձ այս դաժան եւ չար աշխարհի մեջ, այս հрьяաների միջավայրում, որոնք քեզ սպանեցին եւ քո հետևորդներին էլ հալածում են։ Ինձ էլ քեզ հետ տար։ Տեր Հիսուս Քրիստոս խոստացավ, որ երբ ժամանակը հասնի, ինքը անձամբ կգա իր սիրասուն մոր ետևից նրան էլ երկինք փոխադրելու համար, բայց առայժմ հարկ է, որ Տիրամայրը մնա աշխարհի մեջ եւ մխիթարի քրիստոնյաներին, որոնք աշխարհի մեջ հալածանքների եւ նեղությունների են ենթարկվում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո Սուրբ Մարիամ Աստվածածինը եւս 12 տարի ապրեց այս աշխարհում։ Ապրում էր Երուսաղեմում եւ նրան սպասավորում էր կամ խնամք էր տանում Հովանես առաքյալը, որին խաչի վրա այդ խնամքը հանձնեց մեր Տեր Հիսուս Քրիստոս, իր մոր խնամքը հանձնեց իր սիրելի աշակերտին Հովանեսին։ Այդ տարիները բավականին դժվարին եւ ծանր էին Տիրամոր համար, վարքագիրներն ասում են, որ անընդհատ հрьяաների կողմից հարձակումների եւ հալածանքների էր ենթարկվում, որովհետեւ հрьяաները Քրիստոսի հետ կապված ամեն ինչի նկատմամբ չարությամբ լցված փորձում էին ջնջել, ինչ որ Քրիստոսին էր հիշեցնում, եւ առաջին հերթին նախ եւ առաջ Տիրամոր մահն էին փափագում։ Եվ բազում անգամ փորձեցին Տիրամորը սպանել, սակայն Աստվածային նախախնամությունը պահում էր։ Եվ երբ ժամանակը հասավ, Տիրամայրը 60 տարեկան էր, Գաբրիել հրեշտակը Աստծուց առաքվեց Տիրամոր մոտ, ինչպես տարիներ առաջ, շուրջ 45 տարիներ առաջ ավետիս էր տվել, որ Քրիստոս պիտի ծնվի, հիմա էլ եկավ ավետիս տալու, որ հասել է քո ժամը, քո որդու մոտ վերափոխվելու, վերադառնալու։ 30 օր առաջ վերափոխումից այս ավետիսը տվեց Ձիթենյաց լեռան վրա, երբ Տիրամայրն աղոթում էր։ Հետո նորից 2 շաբաթ հետո այս ավետիսը կրկնեց եւ նաեւ դրախտից Եդեմի դրախտից Բրաբյոնի մի պսակ բերեց, ուրեմն Տիրամոր համար։ Տիրամայրը ուրախացավ եւ ցնցած, սակայն Տիրամորը շրջապատող աշակերտները, քրիստոնյաները մեծ սուքի մատնվեցին, որովհետեւ իրենք մխիթարվում էին Սուրբ Աստվածածնով։ Հիմա լսեցին, որ Աստվածածին իրենցից պիտի գնա եւ իրենք տխրության մատնվեցին, սուքի մատնվեցին, սակայն Աստվածածինը մխիթարում էր իրենց, որ ես երկնքում իմ որդու մոտ պիտի բարեխոսեմ ձեզ համար, անընդհատ պիտի ձեզ համար աղոթեմ, աշխարհի համար պիտի աղոթեմ։ Ի վերջո, երբ հասավ օրը, Սուրբ Աստվածածինը խնդրեց, որ Հովանես առաքյալը սուրբ պատարակ մատուցի եւ իր ննջումից առաջ իրեն սուրբ հաղորդություն տա։ Սրա վրա ես միշտ կանգ եմ առնում եւ միշտ բոլորիս ուշադրությունը հրավիրում եմ սրա վրա։ Շատ կարեւոր է։ Շատ ու շատ մարդիկ կան աշխարհում, նույնիսկ մկրտված մարդիկ կամ չմկրտված, որոնք պատարակի չեն մասնակցում եւ սուրբ հաղորդություն չեն ստանում։ Շատերն էլ համարում են, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Եթե Մարիամ Աստվածածնի համար դրա անհրաժեշտությունը կար, ուրեմն որ մարդու համար դրա անհրաժեշտությունը չկա։ Եթե Մարիամ Աստվածածինը
որ իր որովայնում 9 ամիս կրել էր մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ իր կուսական կաթով սնել եւ մեծացրել էր, իր ձեռքերի վրա էր մեծացրել Տեր Հիսուս Քրիստոսին, կարիք ուներ սուրբ հաղորդություն ստանալու, Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակելու։ Որ մարդը դրա կարիքը չունի, որ մարդը դրա անհրաժեշտությունը չունի։ Ուրեմն Հովհաննես ավետարանիչը երբ պատարագ էր մատուցում, պատարագի պահին հանկարծ հրաշք տեղի ունեցավ։ Աշխարհի տարբեր ծագերից Սուրբ Հոգու ազդմամբ Վերնատանը այդ սրահի մեջ, որտեղ պատարագն էր մատուցվում, հայտնվեցին բոլոր առաքյալները եւ ասում է 72 աշակերտները Քրիստոսի եւ բոլորը միասին սկսեցին ձայնակցել Հովհաննես ավետարանչի պատարագը։ Վերջում Սուրբ Աստվածածինը Սուրբ հաղորդություն ստացավ եւ բոլորը սքանչացան այդ հրաշքով, թե ինչպես Սուրբ Հոգին բոլորին աշխարհի տարբեր ծագերից հավաքեց մի ակնթարթում, բերեց այդ տեղը, որտեղ Սուրբ Աստվածածինն էր գտնվում։ Հետո Հովհաննես ավետարանիչը մի կիպարիսի փայտ վերցրեց եւ տիրամոր պատկերը նկարեց այդ փայտի վրա եւ խնդրեցին առաքյալները, որ տիրամայրը այդ պատկերը հպի իր դեմքին, աղոթի եւ այդ պատկերը որպես տիրամորից մի մասունք, մի նշխար թողնի աշխարհին, թողնի առաքյալներին, որպեսզի այդ պատկերի միջոցով իրենք մխիթարվեն, այդ պատկերի միջոցով տիրամոր կարոտը կարողանան առնել։ Ի վերջո տիրամայրը աղոթեց, իր արտասուքներով սրբեց, իր դեմքին հպեց եւ աղոթեց, որ այդ պատկերի միջոցով մխիթարություն լինի աշխարհին, հիվանդներին բժշկություն լինի, ախտաժետների մաքրում լինի, դևերի հալածում լինի։ Աստված իր շնորհը, իր օրհնությունը, իր աստվածային օրհնությունները այդ պատկերի միջոցով իջեցնի մարդկանց վրա եւ երկնքից ձայն լսվեց, որ սիրելի մայր, քո աղոթքը լսվեց եւ կկատարվի։ Եվ այս պատկերը իր օրհնելուց հետո տիրամայրը տվեց առաքյալներին։ Ի վերջո տիրամայրը ընկողմեց մահճի մեջ եւ առաքյալները շուրջը հավաքված աղոթում, սաղմոսում էին։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Հանկարծ այն հարկ ուր գտնվում էին, բացվեց հարկը եւ երկնքից լույս իջավ։ Եվ այդ լույսի մեջ Քրիստոս իջավ հրեշտակների եւ սրբերի դասերի հետ եւ տիրամոր հոգին վերցրեց, տիրամայրը հոգին ավանդեց իր որդու ձեռքերի մեջ եւ Քրիստոսն ինքը անձամբ իր մոր հոգին տարավ երկինք։ Այս բանը տեսան բոլոր ներկաները եւ սքանչացան, հիացան եւ սկսեցին սաղմոսերգել, փառաբանության երգեր երգել, տիրամայրը ննջեց։ Առաքյալները տիրամոր մարմինը վերցրին եւ տարան Գեթսեմանիի պարտեզ, այնտեղը ուր որոշված էր, որ տիրամորը այնտեղ թաղեն, մարմինը թաղեն։ Այս ճանապարհին էլ բավականին բաներ տեղի ունեցան, վարքագիրները պատմում են, թե ինչպես հրեաները հարձակվեցին թաղման թափորի վրա, նույնիսկ թաղման թափոր ուզում էին խանգարել, թաղումը, այդտեղ էլ հրաշքներ եղան, կուրությամբ բռնվեցին հարձակվողները, մի քահանա, որ փորձում էր տիրամոր մարմինը մահճի վրայից գետին նետել, Աստծո հրեշտակը սրով կտրեց նրա թևերը, հետո զղջաց Պետրոս առաքյալը աղոթքով բժշկեց։ Ի վերջո բերեցին Գեթսեմանիի պարտեզում տիրամորը դրեցին այրի մեջ, մի քարայրի մեջ եւ վեմով, քարով ծածկեցին, թաղեցին տիրամորը եւ իրենք էլ սաղմոսերգությամբ մխիթարված Քրիստոսի այցելությամբ վերադարձան եւ Գեթսեմանիի պարտեզից տիրամոր գերեզմանի մոտից 3 օր շարունակ լսվում էր հրեշտակային երգեցողության ձայներ։ Բայց աստվածային նախախնամությունը ուրիշ բան էր նախատեսել։ Բոլոր առաքյալները եւ բոլոր աշակերտները հավաքվել են Երուսաղեմում տիրամորը հրաժեշտ տալու
Տիրամոր ննջմանը ներկա լինելու, Տիրամոր թաղմանը մասնակցելու, բացի մի առաքյալից։ Որ առաքյալներ։ Հայոց Բարդողմեոս առաքյալներ։ Տեսնում եք Տիրամոր պատկերը ձեռքին։ Բարդողմեոսը ներկա չէր։ Եվ 3 օր հետո Սուրբ Հոգու ազգամբ եկավ Երուսաղեմ եւ երբ իմացավ Տիրամոր ննջելու լուրը, շատ տխրեց։ Շատ տխմեց, որ ինքը վերջին հրաժեշտը չի կարողացել տալ։ Այն աստիճանի տրտում էր եւ չէր մխիթարվում, որ առաքյալները որոշեցին Բարդողմեոսին տանել գերեզման եւ գերեզմանը բացել, քարը հեռացնել այրի վրայից, որպեսզի Բարդողմեոսը վերջին անգամ տեսնի Տիրամորը։ Եվ երբ բացեցին, նոր հրաշք։ Տիրամոր մարմինը գերեզմանում չէր։ Եվ Տերը ինչպես խոստացել էր, մարմինն էր փոխադրել երկինք, ոչ միայն հոգին, որ տարավ, այլ նաև մարմինն էլ փոխադրեց։ Եվ մեր եկեղեցու աստվածաբանության համաձայն Տիրամայրը երկնքում հարության վիճակում է գտնում, այսինքն մարմինն ու հոգին միացան իրար, կենդանի վիճակում իր որդու աջ կողմում նստած է Սուրբ Մարիամ Աստվածածինը եւ բարեխոս է ողջ աշխարհի համար։ Բոլորը սքանչացան, հիացան, բայց Բարդողմեոսը չմխիթարվեց, որտեղ վերջին հնարավորությունը Տիրամորը տեսնելու հրաժեշտ տալու այդ էլ չեղավ։ Եվ ստիպված առաքյալները որոշեցին Բարդողմեոսին նվիրել Տիրամոր պատկերը, որը Բարդողմեոս առաքյալը իր հետ բերեց Հայաստան, երբ եկավ Հայաստան աշխարհում քարոզելու։ Ուրեմն Տիրամոր վերափոխման պատմությունը սա է։ Սա պատմությունն է։ Հիմա ես ուզում եմ կարդալ այսօրվա ավետարանը։ Այն օրերին Օգոստոս Կայսեր կողմից հրաման ելավ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսը կուսակալ էր Ասորիքում, եւ բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարի, յուրաքանչյուրն իր քաղաքում։ Հովսեփն էլ Դավթի տնից եւ ազգատոհից լինելով Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց դեպի Հրեաստան Դավթի քաղաքը, որ Բեթխեհեմ է կոչվում, մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանված էր եւ հղի էր։ Եվ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան։ Եվ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան եւ դրեց մսուրի մեջ, որովհետև Իջևանում նրանց համար տեղ չկար։ Հիսուսի ծննդյան պատմությունն է փոքրիկ, որ բերում է Ղուկաս ավետարանիչը։ Բայց ես այս ամբողջ պատմության վրա չեմ ուզում կանգ առնել, այլ ուզում եմ կանգ առնել մեկ փոքրիկ դրվագի վրա, մի փոքրիկ նախադասություն է չասեմ, նախադասության մի մասի վրա, ամենավերջին հատվածը, ասում է ծնեց իր որդուն, դրեց մսուրում, որովհետև Իջևանում նրանց համար տեղ չկար։ Ուրեմն Մարիամ Աստվածածնի համար, Հովսեփի համար եւ նորածին Հիսուսի համար Իջևանում, Պանդոկում, հյուրանոցում, ինչ ուզում եք ասել, կացարանում տեղ չկար։ Բա որտեղ տեղ կար ինձ համար։ Այսօրվա տոնը այդ պատասխանը տալիս է, իրենց տեղը երկնքում է։ Մարիամ Աստվածածինը վերափոխվեց երկինք, ում համար այս աշխարհի մեջ տեղ չկա, նրանց համար տեղ կա երկնքում։ Ում համար այս աշխարհի մեջ տաքուկ տեղեր կան, երկնքում նրանց համար տեղ չկա։ Այս է այսօրվա մեր պատգամը։ Էսա Տիրամոր վերափոխումը։ Աստված Տիրամորը մարդկանցից մեծագույնին, կանաց մեջ օրտնվածին, որի միջով օրտնվեցին աշխարհի բոլոր ազգերը, այս աշխարհի մեջ տառապանք տվեց։
Այս աշխարհի մեջ չարչարանք տվեց, այս աշխարհի մեջ վիշտ ու նեղություն տվեց, նույնիսկ իր որդու նոր ծնված ժամանակ ինչ է ասում Սիմեոն ծերունին, ասում է քո սրտի միջով Մարիամին է ասում, 40-օրեկան Հիսուսին գրկած, ասում է քո սրտի միջով սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ երևա գան, եւ հենց նորածին վիճակից մանուկ Հիսուսի գրկին Աստվածածինը թափառական եղավ, վանդաստական եղավ, փախավ Եգիպտոս, որովհետև որդուն ուզում էին սպանել, հետո անընդհատ Հիսուսին հալածում էին եւ անընդհատ տիրամայրը վշտի եւ սուքի մեջ էր։ Ի վերջո տիրամոր սուքն ու վիշտը իր գագաթնակետին հասավ, երբ կանգնած իր որդուն էր տեսնում խաչի վրա մեռնելիս։ Այս ամեն ինչի միջով տիրամայրը անցավ։ Ինչի։ Սա է ճանապարհը, սա էր իր խաչը, ով իր խաչը չվերցնի եւ իմ ետևից չգա, ինձ արժանի չի, ասում է Տեր Հիսուս Քրիստոս, նա երկնքի արքայություն չի կարող մտնել, եւ ամենածանր խաչը, ամենամեծ խաչը Տիրամոր խաչն էր, որովհետեւ Տիրամայրը երկնքում ամենից ավելի բարձրացավ։ Եկեղեցական հայրերն ասում են Տիրամայրը երկնքում բազմած է իր որդու աջ կողմում բոլոր հրեշտակների դասերից վեր, միայն իր դիրքով զիջում է Սուրբ Երրորդությանը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, որովհետեւ աշխարհում էլ բոլոր տառապանքներից ավելի ծանր տառապանք կրեց։ Եվ ով որ ուզում է երկնքի արքայության հասնել, պիտի այս ճանապարհին հետևի, պիտի հանձն առնի վիշտը, նեղությունը, տառապանքը, չարչարանքը, ասել է թե խաչը, ով իր խաչը չվերցնի եւ իմ ետևից չգա, ինձ արժանի չի, ասում է Տեր Հիսուս Քրիստոս, նա երկնքի արքայություն չի կարող մտնել։ Եվ այսօր մենք տեսնում ենք, թե Աստված ինչպես եւ ավելիով ինչպես է փառավորում մարդու վիշտն ու նեղությունը, մարդու կրած հալածանքն ու չարչարանքը այս աշխարհի մեջ։ Ընդամենը ժամանակավոր նեղություններ ու վշտեր կրեց Սուրբ Տիրամայրը։ 60 տարի ապրեց։ 60 տարի, 60-ից 45 տարիները, երբ իր որդին ծնվեց, եւ մինչեւ իր կյանքի վերջը ինքը վշտերի ու նեղությունների մեջ եղավ, տառապանքի մեջ եղավ, բայց 45 տարվա տառապանքն ու նեղությունը, վիշտն ու չարչարանքը Աստված հատուցեց հավիտենական փառավորմամբ են էլ երկնքի արքայության մեջ իր որդու աջ կողմում։ Եվ Աստված բոլորին է սա խոստացել, ժամանակավոր ակնթարթային կյանքի վշտերից ու նեղություններից մի նեղվեք, մի տրտնջացեք, մի դժգոհեք, որովհետև սրանք մեզ համար վարձք են։ Եթե մենք մեղավոր ենք, մեր մեղքերի համար քավություն եւ թողություն են, որպես ապաշխարություն են։ Եթե այդքան մեղավոր չենք, ուրեմն վարձք է այդ ամեն ինչը կրելը։ Դե մենք մեղավոր ենք, մեզ համար գոնե դա կլինի մեղքերի քավություն եւ թողություն, որպես ապաշխարություն այս աշխարհում կրած նեղությունները, վշտերն ու տառապանքները։ Ինչևից է, այսօր մենք կատարում ենք տոնը Սուրբ Մարիամ Աստվածածնի, որ մեր բոլորի մայրն է, որ տիեզերքի մայրն է, որ բոլոր քրիստոնյաների մայրն է, եւ ինչպիսի մայր ունենք, կենթանի մայր, իր որդու աչում բազմած եւ անդադար մեզ համար աղոթող, անդադար մեզ համար բարեխոսող։ Ուրեմն մենք էլ անդադար խնդրենք Սուրբ Տիրամոր բարեխոսությունը, որպեսզի ինքը մեզ միշտ իր աղոթքների մեջ հիշի եւ իր բարեխոսությամբ Աստվածային շնորհ եւ ողորմություն իջնի մեզ վրա։ Ամենից շատ տոներ եկեղեցին ունի նվիրված Սուրբ Աստվածածնին։ Սուրբ Աստվածածնին նվիրված մենք 7 տոն ենք կատարում տարվա մեջ։ 7 անգամ իր տոններն ենք կատարում, որոնցից մեծագույնը այսօրվա տոնն է։ Իսկ այսօրվա տոնը մենք կատարում ենք 9 օր շարունակ, այսինքն այսօրվանից սկսած մինչև հաջորդ երկուշաբթի 9 օր Աստվածածնի վերափոխման տոնն է։ Վաղը այս երկուշաբթի օրը երկրորդ օրն է Աստվածածնի վերափոխման եւ ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է։
հատուկ աղոթք պիտի անենք պատարագի ավարտին բոլոր ննջեցյալների համար, ում անունները կբերեն եկեղեցի այդ օրը։ Ուրեմն վաղը ժամը 9-ին առավոտ պատարագ է, պատարագի ավարտին հոգեհանգստյան կարգ, մեռելոցի աղոթք, ննջեցյալների համար աղոթք։ Թող Սուրբ Տիրամայրը բարեխոս լինի մեզ համար, որպեսզի Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը մեր կյանքերից անպակաս լինի։ Ամեն։